Աշխարհում գինու սպառումը 2007 թվականի համեմատ աճել է մոտ 4%-ով։ Կանխատեսվում է, որ ամենից շատ 8%-ով կաճի վարդագույն գինու սպառումը։ Կարմիր գինին կսպառվի 4%-ով ավելի, իսկ սպիտակ գինին կունենա շատ համեստ 2%-անոց աճ։ 2014-ին Ամերիկայի Միացյալ Նահանգները կլինի գինու սպառող ամենամեծ շուկան։ Ընդ որում Ամերիկան, Ռուսաստանը եւ Չինաստանը այսօր գինու սպառման աճը խթանող հիմնական երկրներն են, համաձայն գինու եւ ալկոհոլի միջազգային հետազոտության։ Միայն չինացիները 20%-ով ավելի շատ են գինի խմում 2007-ի համեմատ։ Աշխարհում ամենամեծ գինեմոլները շարունակում են մնալ ֆրանսիացիներն ու իտալացիները, չնայած 2007 թվականի համեմատ նրանք նվազեցրել են չափաբաժինները։ Հայաստանում խմիչքների ներքին սպառման կառուցվածքում մեծապես գերակշռում է օղին 40%, որին հետևում են գարեջուրը 40%, գինին 11% եւ կոնյակը 9%։ 2011-ի տվյալներով 15-ից բարձր տարիքի մեկ հայաստանցին սպառել է ավելի քան 2 լիտր գինի։ Մեկ տարվա ընթացքում մեկ շնչի հաշվով գինու սպառումը 13%-ով աճել է։ Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա եռյակն ապահովում է աշխարհի գինու արտադրանքի գրեթե կեսը։ Խորհրդային Հայաստանում գործում էր խաղողի վերամշակման շուրջ 28 գործարան։ Այդ ժամանակ տարեկան արտադրանքի շուրջ 85-ից 90%-ն արտահանվում էր։ Այսօր Հայաստանում գործում է գրեթե 2 անգամ ավել 50 ընկերություն, սակայն 2011-ին արտահանվել է արտադրանքի ընդամենը 12%-ը։ Ընդ որում 2010 թվականի համեմատ Հայաստանից գինու քանակային արտահանումը 2011 թվականին նվազել է մոտ 21%-ով, իսկ գինու ներմուծումն աճել է 11%-ով։ Ասում են, ով խմում է, չգիտի գինու վնասը, ով չի խմում, չգիտի գինու օգուտը։